իրավունք կողմին չի տրված։ Կողմին տրված է նման փաստերը բարձրացնելու հարց, նման հանգամանքները դատարանին տեղեկացնելու իրավունք եւ այդ իրավունքից բազմիցս իրենք օգտվել են։ Ես կարծում եմ, որ ընդհատելու համար Տիկին Սաֆարյան, հիմա մենք ոչ թե քննարկում ենք պարոն Վարդևանյանի միջնորդությունը կամ տեղեկությունը։ Գիտեմ։ Ընդամենը հասկանանք պարոն Օրբելյանի միջնորդության քննարկման կարգը։ Մենք հիմա դա քննարկենք, հետաձգենք, միջնորդությունը բաժանվի բոլոր կողմերին եւ դատավորներին, հետո քննարկենք։ Ես շատ ներողություն եմ խնդրում, բայց մի առաջարկություն ունեմ։ Հիմա աշխատակազմին խնդրել ենք արդեն, որ ինչքան հնարավոր է օպերատիվ կերպով այդ միջնորդությունը բաժանվի կողմերի ներկայացուցիչներին եւ դատարանին։ Երկրորդը, լսենք բոլոր այն մտահոգություններն ու դիրքորոշումները, որոնք կապված են դատարանի իրավազորության հետ, այդ թվում նաեւ, եթե կա մտահոգություն, ինչպես նշեց պարոն Վարդևանյանը, հասկանանք ինչի մասն է խոսքը, դատարանի լեգիտիմության վերաբերյալ եւ առհասարակ իրավազորության վերաբերյալ բոլոր միջնորդությունները կամ տեղեկությունները մենք հիմա հավաքագրենք եւ հասկանանք ինչպես ենք շարունակելու դատաքննություն արգել գործընկեր։ Պարոն Օրբելյան, խնդրեմ նստեք, եթե լրացուցիչ բան կա ասելու իրավազորության։ Մեծարգո նախագահող մի հատ խնդրանք ունեմ վարման կարգի հետ կապված։ Մեծարգո դատավոր Տիկին Սաֆարյանը նշեց կողմը բազմաթիվ անգամ հնարավորություն ունել է ներկայացնելու, ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ ցույց գործով արկա է 7 իրարից տարբեր հայցվորներ եւ 7 իրարից տարբեր հայցվողներին խնդրում եմ կառուցակարգով չնույնացնել։ Բոլորի հետ համարյա ունեմ լավ ընկերական եւ գործընկերային հարաբերություններ, բայց դա չի նշանակում, որ կողմերը պետքա դիտվեն բոլոր մտահոգություններին անդրադարձ լինելու։ Հիմա եկեք ուրեմն եթե չեք առարկում արգելի գործընկերներ, լսենք իրավազորության հետ կապված մտահոգությունները, միջնորդության հետ կապված Տիկին Սաֆարյանը ինչ նկատի ուներ, Տիկին Սաֆարյանը նկատի ուներ արդեն բազմիցս այս ընթացքում ամսի 19-ից հետո շրջանառվող եւ դատարանի փաստաթղթաշրջանառության մեջ արծարծվող եւ լրատվականներում արծարծվող այն հարցին, ովքեր իրավունք ունեն դատավորներին ինքնաբացարկի մասնակցության աննայունության վերաբերյալ միջնորդություն ներկայացնել կամ այդ հարցը բարձրացնել, արդեն պարզաբանվել է, որ այդ հարցը կարող են բարձրացվել միայն սահմանադրական դատարանի դատավորների կողմից։ Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, ինչպես վարվենք, եթե կողմերի կամ կողմերից որևէ ներկայացուցիչ ունի այդ տեսակի միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտություն։ Դա դատավարական լեզվով միջնորդություն չի կոչվելու արգելի գործընկերներ, այսինքն ինքը ստանդարտ միջնորդության քննարկման կարգով չի քննարկվելու։ Մենք լսենք մտահոգությունը դատավորի մասնակցության աննայունության վերաբերյալ։ Մենք լսենք տեղեկատվությունը կամ դիտարկումը, որը կներկայացնի կողմի ներկայացուցիչը դատավորի մասնակցության աննայունության վերաբերյալ։ Եվ եթե դատավորներից որևէ մեկի մոտ այդ մտահոգությունը իրոք որևէ մեկին հիմնավոր գտնվա եւ դատավորներից որևէ մեկը սահմանադրական դատարանի կբարձրացնի այդ դատավորի այդ մտահոգություններով, դիտարկումներով պայմանավորված դատավորի մասնակցության աննայունության հարցը, ապա այդ ժամանակ միայն դատարանը կքննարկի այդ հարցը, արգելի գործընկերներ։ Եթե պարզաբանումս բավարարում է, խնդրեմ այդ դեպքում դատարանի իրավազորության հետ կապված այս պահին գոյություն ունեցող բոլոր դիտարկումները, բոլոր մտահոգությունները հայտնեք քաղաքական կոռեկտության զսպվածության շրջանակներում առանց որևէ կերպով անդրադառնալու, որևէ կերպով վտանգի տակ դնելու դատարանի հեղինակությունը արգելի գործընկերներ։ Մենք դրանք անմիջապես կասեցնելու ենք։ Խնդրեմ, ով է պարոն Վարդևանյան, այո, հիմա ձեր այդ մտահոգությունները հայտնելու ժամանակն է։ Շնորհակալություն բարձր դատարան։ Կրկին անգամ ցանկանում եմ ընդգծել, որ պարոն Օրբելյանի այն մոտեցումը, որ սահմանադրական դատարանի կազմը ամբողջ ծավալով պետք է համալրված լինի ընտրական վեճերի դեպքում, ինձ համար ընդունելի չէ։ Մի հանգամանքը դրա հենց վկայում է նրա մասին, որ պարոն Վարդանյանը եւ պարոն Զեյնալյանը, որոնց մասնակցության անհնարինության վերաբերյալ որոշումներ են կայացվել, ուղղակի քաղաքական որոշակի առնվազն հանրային ընկալման տեսանկյունից կաշկանդվածություն չէին կարող չունենալ, օբյեկտիվորեն։ Նշված հարցը արդեն պարզ է, որ բարձրաձայնվել էր սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում։
Բարձրաձայնող դատավորը ըստ արձանագրության, որը տրամադրվել է ինձ, եղել է պարոն Խաչատուրյանը։ Բարձրաձայնվել է 3 դատավորների մասնակցության անհնարինության հարցը՝ պարոն Վարդանյանի, պարոն Զեյնալյանի եւ տիկին Սաֆարյանի։ Առնվազն տպավորությունս այնպիսին է, որ առաջինը հենց տիկին Սաֆարյանի հարցն է քննարկվել, որի շրջանակներում բացահայտվել են մի քանի հանգամանքներ։ Առաջինը 2021 թվականին նախընտրական գործընթացում ակտիվ ներգրավվածությունը, որպես մասնակից ուժերից մեկի падգամավորի տեխնացուներից 3-րդ համար զբաղեցնելը։ Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որը կարծես թե այդ աշխատակարգային նիստի ընթացքում քննարկման առարկա չի դարձել։ Օրինակ, որ նշված ուժը եւս հանդիսանում է սահմանադրական դատարանում դիմող սուբյեկտ, ներկայացուցիչն էլ հանդիսանում է տիկին Սաֆարյանի падգամավորի տեխնացուի կարգավիճակ ունեցող մեկ այլ անձ, 12-րդ համարը կամ 7-րդ համարն է։ Բոլոր դեպքերում այստեղ է հենց պարոն Մեհրաբյանը։ Արդյոք նշված հանգամանքը գնահատվել է թե ոչ, առնվազն իմ տպավորությամբ չի գնահատվել։ Երկրորդ հանգամանքը, այնտեղ անդրադարձ է կատարվել տիկին Սեդա Սաֆարյանի կողմից որպես տուժողի ներկայացուցիչ իրականացրած փաստաբանական գործունեության։ Այն բովանդակությունը, որը ինձ հասանելի դարձել է, առնվազն բարձր դատարանի դատավորներին ուզում եմ հայտնել, որ ամբողջական չէ, որովհետև այդ գործի շրջանակներում դա դատալեքսում հասանելի է, այսինքն կարծում եմ այդ բաց տվյալի լրացուցիչ բացահայտման անհրաժեշտություն էլ չի լինի, ոչ էլ հավաստիության։ Տիկին Սաֆարյանի որպես սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում վճռաբեկ դատարանի կողմից որոշում է կայացվել հենց իր կողմից որպես փաստաբան ժամանակին ներկայացրած բողոքը բավարարելու վերաբերյալ։ Արդյոք այդ նույն վճռաբեկ դատարանի որոշման մեջ կա բովանդակային մեկ նախադասություն այն մասին, որ տիկին Սաֆարյանը այլևս որևէ առնչություն չունի այդ գործի հետ։ Չկա։ Արդյոք դա պետք է լիներ թե ոչ, թող բարձր դատարանը բոլոր դեպքերում նշված հանգամանքը գնահատի, եթե իսկապես դատավորներից մեկը նման միջնորդությամբ հանդես կգա։ Երրորդ հանգամանքը շատ հետաքրքիր է իսկապես սա, երբ մենք ըստ էության քննություն կունենանք բարձր դատարան, քննարկվելու է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաքվեարկություն իրականացնելու հանգամանքը։ Եվ վստահ եմ նաև, որ լսելու ենք ՀՀ-ի կողմից տակտիկական քվեարկության վերաբերյալ մտահոգությունները, որ վերաքվեարկությունը հանգեցնելու էր դրան։ Բարձր դատարան, երբ ես տեղեկանում եմ, որ մասնակցության անհնարինության հարցը բարձրաձայնվում է, եւ դրա վերաբերյալ որևէ կողմ ձայն չի լինում, այնուհետև համանման իրավիճակում պարոն Վարդանյանի եւ պարոն Զեյնալյանի մասնակցության անհնարինության որոշում է կայացվում, ես ներողություն եմ խնդրում, բայց առնվազն մտահոգություն է առաջանում, թե ինչպիսի քվեարկություն է տեղի ունենում, որովհետև ստացվում է նույնիսկ մտահոգություն բարձրաձայնողը ինքը այդ հարցում չի ունենում կողմ դիրքորոշում։ Քավլիցի կարող է լինել այդպես, բայց իրավիճակը, որ լինի այդպիսին, հարցեր առաջացնում են։ Ամեն դեպքում երկու հանգամանք վկայակոչեցի, այսինքն պատկերացրեք տիկին Սեդա Սաֆարյանի որպես փաստաբան գործունեության շրջանակներում բառացի նախադասություն 2025 թվականի դրությամբ, որ իր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը բավարարվել է։ Ես հիշում եմ նաև հանրային տիրույթում նշված հարցը քննարկվել էր, որ տուժողի շահերի պաշտպանության շրջանակներում առնվազն մի վերաքննիչ բողոքի վերադարձի պատմություն կար տիկին Սաֆարյանի կողմից որպես փաստաբան գործունեությունը նաև որոշակի առումով արդեն համընկնում էր սահմանադրական դատարանում պաշտոնավարման հետ, դա քննարկվել էր, եթե չեմ սխալվում, նույնիսկ սահմանադրական դատարանը դրա վերաբերյալ որոշում կայացրել էր, ինչ որ իրավական գնահատական մի խոսքով տրվել էր, բայց այստեղ կոմպոնենտն եմ ուզում բացահայտել եւ հույս ունեմ, որ բարձր դատարանի դատավորներից մեկը հենց այդ հանգամանքի վրա ուշադրություն կսևեռի։ Տիկին Սեդա Սաֆարյանը որպես փաստաբան փութաջանորեն իրականացրել է տուժողի շահերի ներկայացություն, նույնիսկ նման արտառոց իրավիճակում։ Իմ վկայակոչած դեպքը, որը որոշակիորեն բացահայտվել է ըստ արձանագրության աշխատակարգային նիստում, հանգեցնում է նրան, որ 2025 թվականին իր իսկ կողմից ներկայացրած վճռաբեկ բողոքը բավարարվել է։ Արդյոք սա գնահատվել է թե ոչ, թող սահմանադրական դատարանը գնահատի։ Իդեպ
այնպես է ստացվել, որ նաև աշխատակարգային որոշումները Սահմանադրական դատարանի հրապարակվում են կայք էջում, ստացվում է այս ժամանակահատվածում արդեն իսկ բարձր դատարանի դատավոր Տիկին Սեդա Սաֆարյանը հանդես է եկել երկու միջնորդություններով։ Կարծես այդ միջնորդությունները բխում են մեկ ուժի ներկայացրած Սահմանադրական դատարանի դիմումից, այսինքն այդ մտահոգությունը, եւ դա հենց այն ուժն է, որի պատգամավորի թեկնածու հանդիսացել է Տիկին Սեդա Սաֆարյանը։ Արդյոք սա մտահոգվելու առիթ է թե ոչ։ Բարձր դատարանի դատավոր պարոն Խաչատուրյանի մտահոգությունը մասնակցության անհնարինության վերաբերյալ երբ ներկայացվում էր, խոսվում էր Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության մասին, դրա հանրային ընկալման տեսանկյունից մտահոգությունների մասին։ Հիմա եթե այս հանգամանքները, որոնք ներկայացվում են, Սահմանադրական դատարանի լեգիտիմության տեսանկյունից խնդիր չեն առաջացնում կազմի, Քավլիցի, թող այդ հարցը չքննարկվի։ Բայց բոլոր դեպքերում նաև կարծում եմ, ես չգիտեմ, արդյոք այդ հանգամանքը պետք է քննարկման առարկա դառնար թե ոչ, իդեպ հենց միգուցե դրա համար է նախատեսված, որ Սահմանադրական դատարանի դատավորն է ի վերջո բարձրաձայնում մասնակցության անհնարինության հարցը, կազմի տեսանկյունից կարծում եմ նաև պարոն Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարց առնվազն քննարկելու մակարդակում որոշակիորեն պետք է իրացվեր։ Հիմնավորեմ ինչի համար։ Պարոն Խաչատուրյանը հանդիսանում է սույն գործի շրջանակներում որպես երրորդ անձ ներգրավված հակակոռուպցիոն կոմիտեի, իդեպ եթե չեմ սխալվում, հենց հակակոռուպցիոն կոմիտեի անվանումը ստացած ժամանակահատվածում նախագահի, այլևս իհարկե պաշտոնաթող, բայց նախագահի հարազատ եղբայր։ Արդյոք այդ հանգամանքը կաշկանդելու է թե ոչ։ Արդյոք անաչառ դիտորդի տեսանկյունից մտահոգություն կառաջացնի թե ոչ, հատկապես երբ երրորդ անձ ներգրավված քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի թեկնածու վարչության նախագահի առնվազն չհերքված տվյալների համաձայն SMS հաղորդագրության շրջանակներում է հրաժարականի դիմում ներկայացրել։ Արդյոք սա մտահոգվելու առիթ է թե ոչ, արդյոք սա լեգիտիմության տեսանկյունից անհանգստություն առաջացնող է թե ոչ, կրկին թող գնահատի բարձր դատարանը։ Այսքանն էր այս պահին դիրքորոշումս, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, նստեք, խնդրեմ։ Համեցեք, պարոն Խաչատուրյան։ Ասվածի հետ կապված մի քանի պարզաբանում տամ նաև հանրության համար ըստ էության այն բոլոր երեքի հետ կապված իրոք ես եմ առաջարկել դատական աշխատակարգային նիստում քննարկել դատավորներ Վարդանյանի, Զեյնալյանի եւ Սաֆարյանի մասնակցության գործի քննության մասնակցության անհնարինության հարցը։ Նախ պետք է նշել, որ համանման իրավիճակում չեն գտնվել, եթե հարգելի ներկայացուցիչը պահանջեր նաև պարոն Վարդանյանի եւ պարոն Զեյնալյանի հետ կապված քննարկումների կարելի ասել սղագրության չափ ներկայացուցչական բնույթ կրող արձանագրությունը այնտեղից կերևար առնվազն թե ինչ մեծ տարբերություններ կան նաև մեր գործընկերների հետ կապված նշեմ պարոն Վարդանյանի Զեյնալյանի միշտ նշվում է որ սդն որ այսպես որոշեց որովհետև նրանք կանխակալ վերաբերմունք ունեն գործով կողմի նկատմամբ դա ընդհանրապես օրենքի ձևակերպումն է սուբյեկտիվ առումով դատավորի անաչառությունը կանխավարկածում է քանի դեռ հակառակը չի ապացուցվել ես այդ առաջարկը արել եմ նկատի ունենալով որ ողջամիտ դիտորդի աչքերում արկա է հաստական տվյալների ամբողջություն, որոնք կարող են ողջամիտ դիտորդի մոտ կասկած հարուցել այդ երկու անձանց մասնակցության հետ կապված։ Մասնավորապես, պարոն Վարդանյանը, եթե դուք ներկայացնեք, մենք կտանք այդ քաղվածքը, բայց ասեմ, որ կուսակցական ակտիվ գործունեություն է ծավալել նաև պարոն իհարկե իրավական նաև պարոն Զեյնալյանն էլ է ծավալել դրա համար բացի այն ավագանու անդամ է եղել եւ ըստ էության դաշինք են կազմել այդ գործող իշխանության հետ այս առումով լրիվ տարբեր է մենք կողմից գնահատվել այս դատավորների մասնակցության անհնարինության հիմքում ընկած փաստական տվյալների ամբողջությունը Տիկին Սաֆարյանին ես հարց եմ տվել, արդյոք նա իրականացրել է կուսակցական գործունեություն եւ
պատասխանը եղել է որ ոչ ու դրա մասին մենք նաև այլ տեղը հավաքել ենք եւ քննարկվել ենք ի տարբերություն իմ նշած մյուս երկուսի պարոն Զեյնալյանը օրինակ մինչեւ անդամ լինելը ցամ դատավոր ընտրվել է եւ Վարդանյան եղել են շատ կարճ շատ ժամանակ չի անցած եղել էլի կուսակցության անդամ ինչ վերաբերում է իմ եւ Սասուն Խաչատրյանի հարազատական կապին եւ այն որպես հիմք մատուցելուն առայն որ ես ունեմ կանխակալ վերաբերմունք իմ կարծիքով ստեղ տրամաբանությունը մի քիչ թերի է այն առումով որ եթե ընդունում ենք որ հանրապետության վարչապետ եւ գործող իշխանություն քաղաքական ուժի ղեկավար անձի հաղորդագրության հիման վրա կամ նրա կողմից պաշտոնաթող է եղել իմ եղբայրը, ապա ստացվում որ ես այդ լավության տակից դուրս գալու համար, որ եղբորս հանելա գործից, պետքա այսպես ասած դրական կանխակալ վերաբերմունք ունենամ այդ անձի նկատմամբ, ինձ թվում է դա այստեղ տրամաբանությունը այնքան էլ բան չի դրա համար ես առաջարկ գտնում եմ առնվազն ես իմ մասնակցության անհնարինության հարց չեմ բարձրացնում Բարգելի դիմողներ, պատասխանողներ, հարակից պատասխանող, երրորդ անձ, հանրայնության հետ կապված, ինչպես? Սպասեք, պարոն Վարդանյան, հարգելի ուրեմն ներկայացուցիչներ, ես ուզում եմ հավաքագրել, մենք ունենք այս տեսակի դիտարկումներ մտահոգություններ կամ տեղեկատվություն, որը վերաբերում են դատավորի անհնարինության, ես խնդրում եմ ամբողջությամբ այս փուլում ներկայացրեք դատարանին դրանք բոլորը։ Խնդրեմ համեցեք, կխնդրեմ մոտենաք խոսափողի մոտ ներկայանաք, քանի որ մենք Բարձր դատարան, հանրապետության կուսակցության ներկայացուցիչ Վահագն Մարտիրոսյան, քանի որ հարցը վերաբերվում է անմիջապես մեր կուսակցությանը, ուղղակի ուզում եմ պարզաբանում տալ, որ 21 թվականի ընտրություններին Տիկին Սաֆարյանը մասնակցել է զուտային պատճառաբանությամբ, ներգրավել է մեր ցուցակներում զուտային պատճառաբանությամբ, որ կուսակցության քաղաքականությունն է եղել ներգրավել նախընտրական ցուցակում հասարակական մեծ գործունեություն ծավալած անձանց, այդ թվում երկրի ժողովրդավարության գործընթացների առումով։ Ներողություն եմ խնդրում, պարոն Մարտիրոսյան, ճիշտից հիշեցի ձեր ազգանունը։ Մենք դեռ միջնորդության Ես ուղղակի պարզաբանում եմ տալիս, Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը, իրականում հավատացեք, դատավարությունը կարգ ունի եւ կանոններ կա, մենք պետք է առաջ գնանք այդ կարգով եւ կանոններով։ Ես հասկանում եմ, որ դուք արձագանքելու եք եւ այստեղ ներկա գտնվողները յուրաքանչյուրը արձագանքելու, բայց մենք հիմա դասական իմաստով միջնորդություն չենք քննարկում եւ դիրքորոշումներ չենք արտահայտում։ Այս պահին ես խնդրեցի կողմերին եւ նրանց ներկայացուցիչներին, որպեսզի իրենք, եթե ունեն այս տեսակի խնդիրներ, այսինքն դիտարկումներ, մտահոգություններ կապված որևէ դատավորի մասնակցության անհնարինության հետ, որը առնչվում է դատավորի մասնակցության անհնարինությանը կամ այդպիսի հանգամանքների մասին ինքը տեղեկատվություն ունի, հայտնեն դատարանին ոչ մի քննարկում